Բարի օր բոլորին, այսօր մեզ այցելել է լեգենդը, մեր Հայաստանի հայտնի այցեքարտերից մեկը, որ ասում են նուրը մեր Հայաստանի սիմվոլն է, ես ընկալում եմ այդ խոսքերը, որպես Արմանի մասին են խոսում, Արման Նուրի մասին, շատ ուրախ եմ, որ ինքը դառել է Ումա ընտանիքի անդամ, Շատ շնորհակալ եմ վստահության համար։ Ես եմ շնորհակալ հրավերին։ Եվ անհամբեր սպասում եմ այսօրվա մեր խոսակցությանը, ինչեր եք դուք պատմելու։ Էս են դեպքերից է, երբ որ ես կարամ առհասարակ էլ չխոսեմ։ Նորը այնքան հետաքրքիր բաներ կպատմի, որ բոլորս այսպես ով որ հիմա սրահում նստած է, բերանները բաց, այսպես լսելու ենք ու լսենք։ Խնդրեմ։ Շատ ուրախ եմ ու շատ շնորհակալ եմ հրավերի համար, ամաչացրեցիր այս էպիթետները ասելով, իրականում երբեք չեմ ընտելանում այս էպիթետներին եւ չեմ կարողանում ընդունել որպես այդպեսին։ Ինձ համար միշտ բան է, ամաչացնում եմ, դեռ սկսեցի անկապ ոտերը շարժել, այս սեղանը սկսեցի շուռ տալ եւ այլն, ասենց մոտս բան եղավ, մի ձորգ եղավ փոքր, ոչինչ որ sense լեզվով եմ խոսում, չէ՞ կիրթ հայերենով կարամ խոսամ, շատ հայերենով կարամ խոսամ, ոսկերենիկ, բայց ինձ թվում է ավելի մարդկային լինի մեր խոսակցությունը։ Ընտանեկան խոսակցություն։ Ումա ընտանիքի խոսակցությունը։ Ինչ պետք է պատմեմ, ես Ումայում ներկայանալու եմ զուտ մերճով, բացատրեմ ինչու, որովհետև այն գործերը արդեն իրական արվեստի գործերը, որոնցով ես հիմա զբաղվում եմ, որոնք ես ստեղծում եմ, ես իրավունք ունեմ վաճառելու միայն այն ցուցասրահներից, որոնց հետ ես ունեմ պայմանագրեր, եւ միայն իմ ցուցասրահից, որը գտնվում է Միացյալ Նահանգներում, դա էլ է գրանցված պայմանագրի մեջ։ Եվ ես հենց օրենապաշտ մարդ եմ եւ պայմանագրերի օրենքները չեմ խախտում։ Բայց մերճը շատ հետաքրքիր է, քանի որ ինքը ավելի հասանելի է եւ հասու է մարդկանց եւ մարդիկ կարող են, եթե ուզում են, իմ գաղափարախոսությունը ունենալ, որովհետեւ ես չեմ անվանում իմ աշխատանքները արվեստի աշխատանքներ, քանի որ ամեն արվեստի աշխատանքից մեջ փորձում եմ արտահայտել գաղափարախոսություն, հետեւաբար եթե ցանկանում են իմ գաղափարախոսություն ունենալ, ապա հիմա դա հասանելի է մերճի տեսքով ունենալ եւ տվյալ պարագայում ես հիմա բերել եմ մի քանի օրինակ մերճի, բայց սա դեռ վերջը չի, էլի կլինեն շուտով։ Այո, մենք սպասում ենք։ Հենց նոր խոսում ենք դրա մասին, որ դեռ չհասնեց։ Ճանապարհից հասնի այստեղ։ Եվ այստեղ ես հիմա բերել եմ եւ ներկայացնում եմ երկու, այսպես ասած, ամպրանքանիշ, եթե այսպես կարելի է անվանել սա, այն հայտնի Երևան նկարը, որը բոլորը շատ սիրել էին, բոլորը շատ հավանել էին եւ ինքը դարձավ այսպես շատ ոնց որ ասեք խոսքի վրա բացեմ հա թե դուք բացեք ցույց տվեք խոսակցության թեմա դարձավ եւ բոլորը ուզում էին այդ Երևան նկարը ինչ որ ձևով ինչ որ կերպով ունենալ ես որոշեցի անել այսպես շապիկներ հա Երևանի պատկերով որը մեկ գծով նկարված Երևանն է իդեպ այս մեկ գծով նկարված քաղաքները ունեմ նաեւ Եվս 9 մայրաքաղաք, եվրոպական մայրաքաղաքներ, որտեղ ցուցադրվել է Ջանջին, եւ հետեւաբար ամեն քաղաքում եվրոպական որտեղ որ ունենում եմ ցուցահանդես, տվյալ քաղաքի շապիկն է լինում նաեւ ցուցահանդեսի ժամանակ, ասենքն վերջի ցուցահանդեսը Փարիզում էր եւ Փարիզի շապիկները, Փարիզով նկարված շապիկները, Փարիզ նկարված շապիկները կային ցուցահանդեսի ժամանակ Երևանը այսպես ինքը տարբերակներով կա, կապույտ, սև, հիմքի վրա սպիտակ, հիմքի վրա եւ ես էությամբ միշտ պերֆեկցիոնիստ եմ եղել, այսինքն ինձ համար շատ կարեւոր է եղել ամեն ինչի որակը եւ ես այդպես եմ Ինձ թվում է Հայաստանում բոլորը դա գիտեն։ Հա, ես այդպես եմ ինձ համար էլ հագուստը օրինակ շոշափելով եմ առնում, եթե ինձ հարիր է, այսինքն ես ձեռ եմ տալիս ու զգում եմ, որ դա իմն է, հա, միանգամից էլ կապ չունի ինչ տեսք ունի ինքը, ես միանգամից վերցնում եմ փորձելու ինձ, տեսքին չեմ նայում, առաջինը ինձ համար որակն է, կարի որակը, հենց ինքը կտորի որակը եւ տվյալ շապիկները արված են եգիպտական բամբակից,
եւ տպագրությունը սա print չի, սա ձեռքով արված շելկագրաֆիա է, չգիտեմ հայերեն շելկագրաֆիան ոնց է, երևի մետաքսա Просто չգիտեմ ճիշտ ասած տպագրում կամ ինչ-որ մի բան, տենց մի բան կլինի, եւ հետեւաբար իրանք չեն լվանալուց, իրանք չեն ջնջվում, իրանք չեն պոկվում վրայից, այսինքն այն ցելոֆանային այն վիճակը չունի, որը կրտնացնում է, մերսի շատ շնորհակալ եմ, որը կրտնացում է, որը այդ ցելոֆանային հիմքը չունի, այդ պլաստիկ հիմքը չունի, ինքը զուտ ներկն է, որը որ ներծծված է հենց կտորի մեջ, այսպես Սենց արվում, բայց սա հին տարբերակներն են, նոր տարբերակները շուտով կլինեն, նոր տարբերակները շատ ավելի հետաքրքիր կլինեն, էլի Երևանով, էլի Ջանջով, էլի ավելի նոր գործերով ուղեղը կա, տենց մեկ գծով արված ուղեղը կա, որը կլինի շուտով, եւ նոր տարբերակները շատ շուտով կլինեն։ Ինչքան մարդ է երազում ձեր գործերից ունենալ, ու հիմա սա հիասքանչ հնարավորություն է աստինց, որովհետեւ դուք ստանում եք օրիգինալ, պրոստա մի քիչ ավելի հասանելի տարբերակով ունենալ օրիգինալը, բայց հա այդպես ավելի հասանելի տարբերակով։ Անկամ իմ ցուցասրահում շատ դեպքեր են եղել, երբ որ դեռ ցուցասրահը հրապարակի վրա եկար, որ առնում էին վերնաշապիկը եւ խնդրում էին, որ ես իրականում ստորագրեմ վերնաշապիկը, ու ես դրա համար հատուկ մարկեր ունեի կտորի վրա ստորագրելու եւ որպեսզի չջնջվի, եւ այդ ստորագրությունը անում էի։ Ճանջը։ Մյուսը ճանջնա տարբերակով Մյուսը ճանջնա իր փիլիսոփայությունով, սա ես ճանջի ճեպանակարն է, սկեչն է, հա, էսկիզն է, որը ես արել եմ ինձ համար ժամանակին, որպեսզի հասկանամ ինչ եմ ուզում, ինչ գաղափարախոսություն եմ ուզում արտաբերեմ ճանջով եւ ես իր անունը դրեցի Վերտուվյանից, ճանջ Վերտուվյանից, կարիչի Վերտուվյանից գաղափարով, քանի որ ինքը այդ նույն չափագրումների մեջ է արված եւ այստեղ այս սլակներով գրված է ճանջի ամբողջ գաղափարախոսությունը, մոտավոր կարող եմ կարդալ, հասկանալ նրա տեսակետը, մարդկությունը կարիք ունի ներողամտության եւ սիրո, ապրել խաղաղության ներքո, ապրել առանց ատելության եւ հակակրանքի, այսպես ժամանակին է մեր ինտերվյուն, չէ՞։ Չէ, գիտեք, ես ճանջով ֆեյք գաղափարախոսություններ չէի քարոզում, ես իրական գաղափարախոսություններ էի քարոզում եւ ցավոք սրտի ինչպես ասել է ժամանակին Жванецким, все наши бурные идеи толпа буквально приняла и вот кровавые трофеи по улицам влекла. Ցավոք սրտի էսպես է, երբ որ ինչ որ մեկը հիմնավոր հիմքային խորը գաղափարախոսությունը արտաբերում, մի տգետ վերցնում է այդ գաղափարախոսությունը եւ սկսում է վերածել առևտրի եւ աղավաղել եւ դա ցավալի է շատ։ Ճանջի պարագայում ինքը շատ կարևոր ինձ համար աշխատանք է, ոչ նրա համար, որ ինքը հաղթել է ինչ-որ պատմեք էլի, մեզ բոլորից հետաքրքիր։ Հա, ոչ դրա համար, ոչ նրա համար, որ ինքը հայտնի է դարձել շատ, որ ինքը ինձ հայտնի է դարձրել, ոչ դրա համար, հավատացեք, ինձ համար ճանջի գաղափարախոսությունը եւ այդ աշխատանքը շատ կարևոր է, որովհետեւ քրիտիկները, հա, միջազգային քրիտիկները, իսկ ավելի ստույգ Ֆլորենս Բիենալեի ժյուրի կազմը, երբ որ հաղթանակը արձանագրեցինք, իրանք արձանագրեցին մի փաստ բեմի վրայից, որը ինձ համար երևի թե ամենաարժեքավոր գովասանքներ կամ արժևորումներ, հա։ Իրենք ասեցին, միայն առաջին քրիստոնյա երկիրը կարող է նման սիրո գաղափարախոսություն բերել աշխարհին։ Եվ դա ինձ համար հակառակ նրան, որ ճանջը համարվում է ժամանակակից արվեստ, միջազգային արվեստ, ոչ զուտ հայկական, ոչ այսպես ինչ որ տրադիցիոն հայկական արվեստ, ինքը գրանցվեց որպես հայկական արվեստ, որովհետև ինքը իր գաղափարախոսությամբ առաջին քրիստոնյա ազգը կարող էր միայն բերել աշխարհին, եւ ճանջը դեռ իր այսպես շքերթը աշխարհով կշարունակի, քանի որ հիմա ես կանգնացրեցի, որովհետև հաղթանակից հետո 17 թվականի ճանջի հաղթանակից հետո ինքը ցուցադրվեց 9 երկրում 19 թվականի ընթացքում, որովհետև 18-ին ինքը Հայաստանում էր ցուցադրվում, Քաֆեշան կենտրոնում եւ 19-ից ինքը սկսեց
շրջագայել եւ քարոզել սեր։ Դուք ձեր միսիաների մասին մի քիչ ավելի մանրամասն։ Շատ բան։ Եվ 20 թվականի COVID-ի պատճառով դա ընդհատվեց։ Այդ միսիան ընդհատվեց եւ կարար 21-ին կամ 22-ից շարունակվեր, բայց ես հասկացա, որ այլևս մարդկությունը ուրիշ է։ Այո։ Այլևս COVID-ից հետո մարդկությունը առհասարակ դարձավ ուրիշ։ Փոխվեց հոգեբանությունը, մարդկության փոխվեց եւ ճանճը այլևս բավարար չի։ Ճանճը այդքան ուժ, այլևս էներգետիկ ուժ չունի, որպեսզի հասնի մինչև հոգու այն ճիշտ կետին, որտեղ ինքը տրաքացնի ամեն ինչ եւ փոխի ամեն ինչ։ Եվ ես կանգնացրեցի ճանճի ցուցադրությունը։ Հիմա ձեր մոտ է, չէ՞։ Այո, դա ոչ թե եղավ այսպես, որ ես տարա ու չաշխատեց ու որոշեցի կանգնացնեմ, այլ ուղղակի ես հասկացա եւ այլևս չտարա 20-ից հետո։ Այլևս դուրս չհանեցի, ճանճը չցուցադրեցի։ Եվ այդ ժամանակ եկավ մեկ գաղափար, որ ճանճը պետքա upgrade լինի, հա, դառնա ավելի ուժեղ։ Եվ ես մտածեցի մի հատ տրիլոգիա, երամասնություն, չգիտեմ ոնց է տրիլոգիան հայերեն, ոնց որ 3 մասից կազմված արվեստի աշխատանք, որը կոչվում է մարդու տրանսֆորմացիայի ֆաբրիկա։ Եվ ճանճին գումարեցի հիմա դեռ աշխատանքային этаպում այս պրոյեկտը, քանի որ լիքը ուրիշ պրոյեկտներ արանքում եկան եւ հետաձգվեց իր ավարտը։ Հիմա դեռ աշխատանքի ընթացքում է եւ երևի տենց էլ պետքա լինի, քանի որ այս տվայտանքը մարդկության, հոգեբանական տվայտանքը COVID-ից հետո պետքա մի հատ նստի, որպեսզի ինքը նորից սկսի գործել։ Ես տենց եմ բացատրում սա։ Այդ տրիլոգիան ինքը կազմված է արդեն 3 մասից, որը շատ լուրջ հոգեբանական ազդեցություն է ունենալու ցանկացած մարդու վրա եւ ցանկացած մարդու մտածելակերպի վրա, այսինքն ցանկացած մարդու մեջ այդ ամեն ինչը կա։ Ես ուղղակի փորձելու եմ այս ամենով հանեմ դուրս, հա, վերեմ, որ ինքը հայտնաբերի, որ հա, էլի կար, բայց ես չէի մտածում դրա մասին եւ չէի զգում դա, ես դրա դա գցել էի մի անկյուն եւ չէի հիշում դրա մասին։ Եվ այդ զգացմունքները հանելով մարդուն դարձնեմ ավելի լավը, քանի որ կարծում եմ արվեստի ցանկացած արվեստի առաքելությունը հենց դա պետք է լինի, որ մարդը ավելի լավը դառնա։ Համաձայն եմ լիովին։ Արվեստը դրա համար է, այլապես արվեստը ամենաանպետք բանը կլինի, չէ՞, անանրաժեշտ բանը կլինի, այո։ Այսպես։ Եք ստել եմ դուք պատմում։ Սա ճանճներ, նույնիսկ այդ տարբերակը, որպեսզի երկար նույնի մասին չխոսամ։ Ես իրան այսպես կտրեմ, որ ինքը երևա։ Այո։ Եվ հենց Եվի մասին եմ ուզում խոսամ, որովհետև գինին կոչվում է Եվ։ Գրեգորյան ընկերությունը, տեսեք, ես շատ բազում վրացական գինիներ եմ ձևավորել, Best Georgian Wine-ը, BGV-ն, այսպես երկար տարիներ ես աշխատում եմ այդ գինեգործարանի հետ, որը ստեղծում է լավագույն գինիները վրացական, եւ իրենց համար անում եմ դիզայն։ Կոնցեպտներ եմ մշակում, շատ լուրջ կոնցեպտներ են, որովհետև այսպես մի գինիով չի ինքը շարունակական է, ինքը ամեն տարիքը իր level-ը ունի, շատ երկար պատմություն է դա, որը շատ մտածված, շատ խորը մտածված թեմաներ են, եւ հայ գինեգործները ինձնից սկսեցին նեղանալ, որ ես հայկական գինիներ չեմ անում, եւ այսպես դա անգամ մունատ կա, հա, ես հակադարձեցի, որ իսկ երբեք դուք ինձ խնդրել դրա մասին, կամ երբեք դուք ինձ ասել, որ արա, երբեք դիմել ինձ դրա մասին, չէ, չգիտես ինչի, վրացիները դիմել են, իսկ դուք ոչ, ես մեղավոր չեմ, ուր էիք դուք գինեգործներ, որտեղ էիք դուք, եթե գայիք դիմեիք, այդ ժամանակ մերժեի, նոր մունատ գայիք, բայց չէ որ չէի դիմել ինձ, ցավոք սրտի մեր հայկական օտարամոլությունը կա, որ պետքա այսպես իրան գինին ցույց տան, ասեն դիզայները Իտալիայից է կամ չգիտեմ որտեղից է, սենց ինչ-որ բաներ ունեն մեր հայերը, ցավոք սրտի, բայց ասեմ, որ վրացական BGV գինիները ստացել են 3 ոսկե մեդալ դիզայնի համար Փարիզում, կասկածող կար, ով էր կասկածում ձեր բարձրացեք։ Ի վերջո եկավ Գրեգորյան ընկերության ղեկավարը,
Համարցակը։ Հա, եւ ասեց կարող ենք իրար հետ համագործակցել եւ անել մի գինի։ Ասի պիտի խմեմ գինին, եթե արժանի է ներսի պարունակությունը իմ աշխատանքին, ապա կանեմ, քանի որ դա ոչ թե իմ մեծամտությունն է, ոչ մի դեպքում այդպես չընկալեք, այլ քո արած աշխատանքը պիտի համապատասխանի ներքին պարունակությանը, այլապես դու խաբես մարդկանց։ Դու դրանից կարող անես շատ գեղեցիկ մարդ առնի, իսկ մեջը լինի ինչ-որ վատ բան։ Դա խաբեպան դու կլինես այդ բառը։ Եվ ես չեմ ուզում լինել խաբեպա իմ արվեստում, երբեք չեմ ուզեցել դա եւ միշտ խուսափել եմ դրանից։ Այդ իսկ պատճառով խմելով գինին ես հասկացա, որ այո, սա արժանի գինի է, որպեսզի ես իրանց հետ աշխատեմ։ Տևեց աշխատանքը մոտավորապես 4 տարի։ Դուք սոմելի եք դրա մասին ամեն որովհետեւ այսպես ուղղակի համ տեսելով չէ՞ էլի հասկանալով էլ էր նայել։ Հասկանալով էր դա, այո։ Ես եթե մի բան անում եմ խորքային ու մինչև վերջ, այլապես չեմ անում ուղղակի։ Այսպես եւ 4 տարի այս ռեզերվը ստանալու հետո որում շատ բարդ աշխատանք էր, իրանց կողմից արված շատ բարդ աշխատանք էր, ես անպայման ուզում էի, որ խաղողը, որը օգտագործվում է այս գինու մեջ լինի միայն հաղթանակ, քանի որ ինձ համար պրինցիպիալ էր հաղթանակը հիմա շատ անհրաժեշտ էր գոնե խաղողի տեսքով։ Այո։ Ես մենք ստացանք այս գինին, այսինքն Գրեգորյան ընկերությունը ստացավ այս հրաշալի գինին, որի համար ես արեցի տվյալ ձևավորումը, դիզայնը եւ համարձակվեցի անգամ կամ պատասխանատվություն վրաս վերցրեցի դնել վրան իմ ստորագրությունը։ Այսինքն ստորագրել ես գինին եւ ոնց որ որակի երաշխավորիկ դառնել իմ անունը դնել այս բանի վրա, խաղաքարտի վրա, այսինքն ասել, որ ես վստահ եմ, որ սա է, ես կարող եմ ստորագրել սրա, հա։ Այսպես գինին կոչվում է եւ ռեզերվ 4 տարվա հաղթանակ սորտից, ինչպես ես ասացի, եւ այս գինին 777 շիշա արտադրվում տարեկան ընդամենը եւ բոլոր շշերը համարակալված են, իրանք limited edition են։ Եվ շատ գեղեցիկ ձևավորում է նաեւ այդ ինքնատոպրակը, մեջը դրվում է իմ աշխատանքներից ինչ-որ մի print, որի վրա ես ստորագրում եմ եւս ինքը այսպես թանկ նվեր է, հա, որը անգամ մարդիկ առնելուց մի քիչ ափսոսում են բացեն, ասում են ինչքան կարանք պահենք, դա ասում եմ 4 գինին կարելի է 3 տարուց ոչ ավել պահել։ Իսկապես, քաղցր գինին կարելի է շատ երկար պահել, բայց 4 գինին կարելի է պահել ոչ ավել քան 3 տարի, փակ վիճակում կարող եք պահել 3 տարի, ոչ ավելին։ Վտանգավոր է դրանից ավել պահել, նամանավանդ եթե ինքը արդեն ռեզերվ է, արդեն հնեցված գինի։ Մարդիկ ամեն դեպքում այդ 3 տարին պահում են, դեռ չգիտեմ մարդ, որ բոլորին ասում են մեկը բացեք, խմեք, մեջին կարծիք արտահայտեք, ես հասկանամ ոնց եք վերաբերվում, հա, ոչ մեկ դեռ չի բացում, չէ, մի քիչ պահենք, որ ավելի այսպես բան դառնա, այսպես։ Ես չգիտեմ, որ 3 տարի է մաքսիմում կարելի պահել։ Հա, նրանից հետո վտանգ կա, կարա եւ ավելի երկար։ Ինչ պայթում է, թե փչանում է ֆերմենտացիա։ Սկսում է ֆերմենտացիան։ Չէ՞ որ շշի մեջ ինքը շարունակում է շատ դանդաղ, բայց ֆերմենտացվել։ Մեկը շարունակությունը կա ֆերմենտացիայի։ Շատ դանդաղ է դա տեղի ունենում, բայց տեղի է ունենում եւ 4 գինին, քանի որ չունի շաքար, շաքարը բանը չէ, հա, ռեզերվա իրան։ Հա, ինքը պահպանող է, կոնսերվանտ է։ Կոնսերվանտ է։ Բայց եթե չկա շաքար, ապա գինին սկսում է բրոդը շարունակվում, հետևաբար ինքը շանս ունի փչանալ, այսպես։ Փոստորեն։ Իսկ խիա 777։ Առհասարակ թվերի նկատմամբ ես այսպես ուշադիր եք շատ։ Հա, ուշադիր եմ շատ, ոչ թե տենց ինչ-որ մոգական ինչ-որ բաներ, այլ ես ընդունում եմ, որ ցանկացած այն ինչ որ մենք դեռ չենք հասկանում ու կոչում ենք մոգական, դա ուղղակի դեռ բացահայտված չի գիտականորեն։ Եվ հետեւաբար դա պարզապես թվեր չեն, երբ որ ասում են սակրալ թիվը Աստծո դա 777-ն է, կամ
չգիտեմ, Սուրբ Հոգու սակրալ թիվը դա 222-ն է, կամ Սուրբ Երրորդության թիվը դա 999-ն է, դա հենց այնպես չի։ Չէ՞ որ դա դարերով, հազարամյակներով ստուգված, ինչ-որ աշխատված ինֆորմացիա։ Ուրիշ բան որ դա դեռ բարձրաբանված չի, չնայած մաթեմատիկան կարելի է նաև հիմա եթե խորը բարդ մաթեմատիկայի մեջ մտնեմ, դա կարելի է բացատրել ինչի է այդպես, թվերը ինչի են այդպես աշխատում, քանի որ ես համարում եմ, որ մաթեմատիկան ոչ միայն ես եմ դա համարում, ի դեպ չասեմ, որ իմ վրա չքաշում։ Королева наук։ Հա, չէ, աստվածային գիտությունն է, քանի որ միակ գիտությունն է, որը կարող է բացահայտել ամեն ինչ, ցանկացած ոլորտում, մաթեմատիկորեն դու կարող ես բացահայտել ամեն ինչ։ Միակ գիտությունն է, որը ճշգրիտ է, բայց շոշափելի չի։ Դու չես կարող իրան շոշափել։ Նա ֆիզիկան կարող է շոշափել, ֆիզիկա, քիմիան կարող է շոշափել, բայց մաթեմատիկան չես կարող շոշափել։ Այդ իսկ պատճառով ինքը աստվածային է։ Կուզենայի դուք պատմեք ձեր սրտի մասին, Հայաստանի սրտի մասին, որովհետև երևի շատ է պատմված արդեն։ Ինտերնետը արդեն կապ չունի։ Չէ, չեն հոգնել, վստահեցնում եմ, դուք ոչ ոք չի հոգնել դրան։ Քանի որ այդ սիրտը ամենտեղ է հիմա, որովհետև Musa Production-ը, երբ որ դա նկարեց, տենց ինքը գովազդի տակ դա դրեց, հարցեցին կալիա գովազդի, դա ասեցի, հա, բայց չէի պատկերացնում, որ դա կես տարի գովազդի մեջ պետք է լինի եւ որովհետեւ մարդկանց հետաքրքիր է։ Եվ բոլորը պետք է նայեն, այդ իսկ պատճառով եկեք ես նոր պատմություն, թարմ պատմություն պատմեմ, որ չկրկնեմ։ Ես էլ ձեր չեմ անում։ Որովհետեւ պատմությունները չեմ վերջանում, չէ՞ որ ես աշխատում եմ անընդմեջ։ Ավելի լավ։ Անընդհատ նոր բաներ եմ անում, օրինակ հիմա մի հատ աշխատանք եմ անում, արդեն մակետային տարբերակը վերջացրել եմ եւ շուտով ինքը կսկսվի աշխատանքը արդեն իրական մեծի վրա, դա եւս ոչ Հայաստանում է, ինձնից մեր հայրենակիցները նեղանում են, որ ես Հայաստանում չեմ անում այդ աշխատանքները, եւ այդ աշխատանքները, օրինակ Սարդի Պարագայում էլ նեղանում էին, որ ինչի Հայաստանում չի։ Ոնց բացատրես մարդկանց, որ դա տենց չի լինում, չէ՞, ցանկացած աշխատանք իր ինքնարժեք ունի գոնե, հա, եւ եթե դու պետք է անես ամբողջ կյանքը անվճար աշխատես, ապա ինչ պետք է ուտես, ինչով պետք է ապրես եւ ոնց պետք է գոյատևես։ Հայաստանի մեծ ցավերից մեկն է։ Հա, եւ եթե ես պատվերը չի իջել Հայաստանում եւ ես չեմ կարող դա ուղղակի անել Հայաստանում, որովհետեւ դա այսպես պարզ, շատ պարզ մարդկային, հա։ Հիմա ասենք ցանկացած վարսավիրի, ասես ինչի Հայաստանում մարդկանց մազերը անվճար չես կտրում բոլորի։ Նորմալ է։ Կամ ցանկացած, չգիտեմ, վերանորոգողի, ասես Հայաստանում բոլոր տները վերանորոգի անվճար։ Մեզ նույնիսկ մեր պրոյեկտի շրջանակներում էլ շատ անգամ նույնիսկ գործընկերներից լինում են, որ ասում են, իսկ եթե ձեր պրոյեկտը սոցիալական է, ապա ինչի ամեն ինչ բան ձրի չեք անում։ Բայց սոցիալական իմաստը անվճարը չի, սոցիալական իմաստը գումարը որտեղ օգտագործելն է, օգուտս օգտագործել։ Ցանկացած պրոյեկտ պիտի շնչի։ Հա, էլ չեմ ասում, որ օրինակ Սարդի Պարագայում սիրտը գտնվում է Եգիպտոսում Շարմ էլ-Շեյխում, որովհետև դա Շարմ էլ-Շեյխի կազմակերպած համաշխարհային միջոցառումներ, որտեղ աշխարհի բոլոր սրտերն են։ Հիմա ինչքան մեզ տհաճ կլիներ, որ աշխարհի բոլոր սրտերը լինեին, իսկ Հայաստանի սիրտը չլներ, կասեինք ինչա չունեինք մեկին, որ կարող էր դա անել։ Ու դրա համար ինքը տեղադրված է այնտեղ, որպես եւ Հայաստանն էլ կա աշխարհում։ Այո։ Եվ բաբախում է։ Ի տարբերություն մնացածին Հայաստանը բաբախում է եւ ստեղծագործում է, սա կարեւոր է շատ։ Իսկ ինչ վերաբերվում է նոր աշխատանքին, դա հրակն է կոչվում այդ աշխատանքը, հուրաճք։ Որը տեղադրվելու է, երևի թե մինչև այսօր արված ամենամեծ աշխատանքը սա լինելու, եթե երբ որ իրան վերջացնեմ, 54 մետր դիամետրով եւ 12.5 մետր բարձրությամբ, ինքը ամենամոնումենտալ մինչև այսօր արված աշխատանքը սա լինելու, մակետը արդեն պատրաստ է, դա քանդակային աշխատանքը, որը ունի նաեւ շատրվան։ Շատրվանի մեջ է տեղադրված եւ շատրվանը սև ջրից է, ջուրը սև գույն է։ Ինչի՞։ Որովհետեւ նավթ է խորհրդանշում եւ այդ ջրի մեջից նաեւ աշխատում է կրակը։ Եվ ակնը, որը հրակնը, որը տեղադրված է վերևում, ինքը եւս կրակի տեսք ունի, բոցկտացող աչք է, որը ջրի հարվածից սկսում է վիբրացիայի ենթարկվել եւ վրայի գնդերը իրանք
հատուկ նոտաների վրա լարված Նորից է։ բաներ են, հա, զանգեր են, որոնք սկսում են ձայներ հանել եւ ստեղծել երաժշտություն, այսպեսի մեծ աշխատանք է, որը հիմա process-ում է, ընթացքում է։ Որտեղ է լինելու։ Ինքը լինելու է Էմիրություններում, Արաբական Էմիրություններում, Ռասել Հայմայի գլխավոր հրապարակում։ Երբ է բացումը։ Դե հիմա մակետն եմ վերջացրել, երևի հենց որ ստարտը տանք արդեն մեծի, երևի 1 տարի կտևի, որովհետև նման չափսի աշխատանքները երկարատև են իրանք կատարման առումով։ Այսպես Շատ մասշտաբային է։ Հա։ Այնա մինչև սկսելը էդ էինք չէ զրուցում, որ դուք Զարթերից ոնց որ հրաժարվեցիք, արդեն անցաք ճարտարապետության, մեծ սկուլպտուրան։ Գիտեք, Զարթերից հրաժարվել ես ինքս շատ տարբեր ձևերով եմ բացատրել, քանի որ ինքս պատճառ չունեի։ Այսինքն ես պատճառաբանված չի, օրինակ մի օր չի եղել, որ Զարթը մատս ծածկել է օրինակելը, դրանից հետո էլ չեմ ուզում անում, չէ՞ դες պատճառ չկա, ստոպային պատճառ չկա։ Մի օր ուղղակի հասկացա, որ նստում եմ որ անեմ ու ուզում եմ վեր կանամ, չեմ ուզում նստել։ Չի ձեռքերս չի ուզում աշխատել, միտքս չի ուզում աշխատել, այսինքն չունեմ այդ ադրենալինը, որը մինչև այդ ունեի։ Գիրքը, չունեմ այս ոլորտի նկատմամբ այլևս եւ գիտեք ասեմ ավելին օրինակ էսկիզային առումով երևի թե մի 70 տարվա էսկիզներ ունեմ, որը ի կատարածված չեն ու բոլորը լավն են։ Որը ես միշտ ասում եմ, որ օրը ես վերջացնեմ, որ ասում էին մուսատ վերջացել է, ոչ ասում եմ, այնտեղ կա 70 տարվա էսկիզ իմ կողմից արված, որ ես հա կարամ անեմ ու կամ մի 10 մարդ կարա մի կյանք անի ամեն մեկը, բայց երբ որ հասկացա, որ չեմ ուզում անել, սկսեցի բացատրել ինքս ինձ մեջ փնտրել ինչն է պատճառը։ Տեսեք, քանի որ ես աշխատում էի անձի համար, ճիշտ է, եւ ես պետք է շփվեի անձի հետ, որպեսզի ստեղծագործեի, դա իմ նախապայմանն էր, դա իմ էմոցիաներ, որը որ բխում էր այդ աշխատանքը։ Մի օր ես սկսեցի այլևս անձին չհավատալ։ Եվ հասկացա, որ ինչ որ անձը ներկայանում է ինձ, ինքը իրականում տենց չի։ Ինքը իրականում այդպես չի, ինքը ինձ խաբում է։ Ու ես էլ ինքս ինձ իմ անձից սկսեցի չհավատալ։ Ինչ հետաքրքիր է։ Այսպես հոգեբանական կոտրվածքներ, հա, կոտրվեցի ես հոգեբանորեն, շատ երկար դեպրեսիա ապրեցի այդ կապակցությամբ, քանի որ արժեքների վերագնահատում էր մեծ։ Եվ հասկացա, որ Զարթը անձի համար է, ոնց պետք է ես անեմ իրան այլևս։ Տեսնես ով է դες տենց հիասթափեցրել։ Ումից սկսվեց այս բանը։ Դա մի շարք էր այսպես, եւ կովիդը եւ այս երկրում կատարվող իրադարձությունները բոլորը իրար հետ այսպես գումարվեցին եւ դարձան այսպեսի մի էմոցիա, որից հետո ես հասկացա, որ մնացել է միայն հավատքս մարդկության նկատմամբ եւ ոչ թե անձի, այլ մարդկության, ոչ թե մարդու, այլ մարդկության նկատմամբ։ Դա է մենակ մնացել եւ դրանից կարող եմ կարճել։ Այդ իսկ պատճառով սկսեցի անել մոնումենտալ աշխատանքներ, որոնք մարդկության համար են եւ ոչ թե մարդու համար են։ Այսպես եւ գտա ինձ այնտեղ։ Եվ գիտեք, ահագին հաջող ստացվեց եւ ես շատ ուրախ եմ, որ այդպես եղավ, քանի որ նախ գեղանկարչությունը այսօր երևի թե ես ամենավաճառվող նկարիչն եմ, հայ նկարիչն եմ։ Ամենաճանաչված եւ աշխարհում, այսինքն ունեմ կոնտրակտներ ամենախոշոր ցուցասրահների հետ, ցանկալի եմ ցանկացած ցուցահանդեսում, ինձ անդադ հրավերներ են գալի, շատ ինձ համար էլ է զարմանալի, քանի որ ես երբեք չեմ ներկայացել որպես աշխարհին, որպես գեղանկարիչ։ Եվ ասում եմ, եթե այս տարիքում նոր գեղանկարչությամբ փորձես մտնել եւ տեղ գրավել աշխարհում, ինչ որ նիշա գրավել, որը քոնը կլինի, դա շատ դժվար կլինի։ Մարդիկ փոքր տարիքից տարիներով աշխատում են, նոր իմ տարիքում ինչ որ մի բանի հասնում են։ Բայց ես հիմա այս տարիքում դրանով մտա եւ շատ արագ արձագանքը ստացվեց, շատ արագ հրավերները ստացվեցին, շատ արագ բոլորը խառնվեցին իրար, երևի թե հետաքրքիր էր ինչ որ տալիս էի եւ անսպասելի։ Բնականաբար դրան դա էր պատճառը։ Եվ բարձա քանդակագործությունը, որը միշտ ա եղել իմ կյանքում եւ միշտ եմ ես ներկայացել նաեւ որպես քանդակագործ, քանդակագործությունը դարձավ հիմնային եւս գեղանկարչություն, քանդակագործություն, իսկ մեծ քանդակագործությունը դա ճարտարապետությունը արդեն։
դա արդեն մյուս էտապն է քանդակագործություն, մոնումենտալ քանդակագործությունը դա արդեն ճարտարապետություն է։ Արցի մասին կպատմեք, ինչ եք դուք անում մեր հայ նկարիչների համար։ Սա Armenian Art Corps, սա այն կազմակերպությունն է, որը ես վերջերս հիմնեցի, հայկական արվեստի կորպուս, սա մի քիչ շատ անսպասելի ձևակերպում է արվեստի երբեք տվյալ դիրքում չի եղել, պատկերացրեք, որ խաղաղապահ օրինակ, չէ, զորք խաղաղապահ, զորք կա, չէ, աշխարհ տարբեր ազգեր ունեն խաղաղապահ զորքեր, բայց արվեստի խաղաղապահ զորքեր չունեն, չէ, որ արվեստը բուժում է, իմ գաղափարախոսությամբ, պիտի բուժի, պիտի զարգացնի, պիտի սփոփի, պիտի ուժ տա ապրելու, չէ, օրինակ COVID-ի ժամանակ, երբ որ մենք անջատված էինք արվեստից, դա ամենամեծ սովն էր մեզ համար, որտեղ ուտելիք ունեինք, ամեն ինչ ունեինք, մեծ հաշվով օդ կար շնչելու, ջուր գալիս էր, չէ, բայց այդ արվեստի պակասությունը դա սով էր, ընդ որում մարդկանց, որոնք արվեստի հետ երբեք առնչություն գրեթե չեն ունեցել։ Այդ ցավից նույնիսկ եթե հիշում եք, այդ վաղ մի հատ պրոյեկտ ստեղծվեց համաշխարհային իզոիզոլյացիա։ Հիշում եք, որ մարդիկ արդեն ոնց որ ստեղծում էին, ոնց ասեմ, պատկերներն էին հավաքում, չէ՞, տարբեր համաշխարհային տենց աշխատանքների։ Այո, եւ սա շատ կարեւոր է, որ երբ որ ինչ-որ միտեղ արհավիրք է, ինչ-որ մի երկրում պատերազմական արհավիրք է, չգիտեմ, բնակ կլիմայական բնության ինչ-որ տարա ոգևորվել եւ վերացրել, այդ մարդկանց պետք է օգնել ոտքի կանգնել, այդ մարդկանց պետք է սփոփել, ուժ տալ եւ բացի դրանից այո ֆինանսապես օգնել։ Եվ արվեստը դա կարող է անել։ Եվ ես ստեղծեցի այս կազմակերպությունը, որը կոչվում է Armenian Art Corps, որը պետք է գործառույթների իրա եկող տարվանից մենք կսկսենք արդեն ֆակտով աշխատել, մենք գնում ենք արհավիրք ունեցած, պատերազմ ունեցած կամ ինչ-որ դաժան մի իրավիճակ ունեցած երկիր, ստեղծում ենք տվյալ արհավիրքից վերացված, օրինակ, եթե շենքեր են վերացել կամ եթե ջրհեղեղ ա եղել, ապա աշխատում ենք այդ ջրհեղեղի ստեղծած պրոբլեմով, ցեխով օրինակ, որ այդ ջրհեղեղը բերել է, կամ եթե շենքեր են վնասվել, ապա այդ շենքի թափոններով, կտորներով, եթե այրվել է ինչ-որ մի բան, ապա այդ մոխիրով ստեղծում ենք արվեստ այնանից, ինչը որ քանդվել է, սա փյունիկ է կոչվում, ամեն միսիան կոչվում է փյունիկ, որը հետո հանում ենք վաճառքի, իսկ իմանալով մուզեյների եւ գալերեաների վաճառքի կարևոր հիմքերը, ցանկացած գալերեա կամ մուզեյ ինքը ուզում է, որ ինքը storytelling ունենա, այսինքն պատմություն ունենա տվյալ աշխատանքի։ Երբ որ ինքը պատմում է, որ այս տարվա արհավիրքի մնացորդներով ստեղծվել է այս արվեստը, ապա 100 տարի հետո դա շատ հետաքրքիր է դառնում տուրիստի համար, որը գալիս է նայելու դա, որ օրինակ, չգիտեմ, Ամերիկայի պաժարից վերացած, ասենք, քաղաքի մասը, այդ ածուխով ստեղծվել է արվեստ, այդ արվեստը հիմա դրվել է, ինքը փյունիկի պես հառնել է, նորից դարձել է կյանքատրվել եւ դարձել է ինչ-որ կարևոր մի բան, որը ապրում է, շարունակում է ապրել։ Եվ ոգեշնչում է։ Այո, եւ այս գաղափարախոսությամբ ընդ որում Armenian Art Corps-ը հիմա 20 նկարիչ դեռ ունի, բայց ինքը կարա մեծանա եւ ես արդեն հիմա հայտեր ունեմ տարբեր երկրների, տարբեր ազգերի նկարիչներից, որպեսզի մասը դառնան Armenian Art Corps-ի, բայց լինելով, ասենք, չգիտեմ, իռլանդացի, անգլիացի կամ ֆրանսիացի, ինքը միևնույնն է, պետքա կոչվի Armenian Art Corps, որովհետեւ սա Armenian Art Corps է եւ այլևս ոչ մեկ սա բրենդ է, որը չես կարող դարձնել French Art Corps կամ չգիտեմ Irish Art Corps։ Armenian by choice։ Սա Հայաստանն է անում, որովհետև մենք գիտենք, մենք ինքներս փյունիկ ազգ ենք, ամբողջ մեր պատմության ընթացքում մենք մոխրացել ենք ու նորից հառնել ենք, մենք գիտենք ոնց է պետք հառնել։ Ու մենք պետք է աշխարհին սովորացնենք ոնց է պետք հառնել։ Սա մեր միսիան է։ Սա այդ Armenian Art Corps-ի գաղափարն է եւ
Այս կապակցությամբ ես Armenian Art Corps-ի նկարիչներին ներառեցի արծի։ Արծին դա աշխարհի ամենամեծ հարթակն է արվեստի, որտեղ ներկայանալը դա ստատուս է։ Այսինքն, եթե նկարիչը արծիում է, ինքը արդեն կայացած աշխարհի համար ընկալելի նկարիչ է, քանի որ երբ որ ես գնում էի ցուցահանդեսներ դրսում ինչ-որ տարբեր երկրներում, ինձ առաջին հարցը տալիս էին արծիում գրանցված ես, եթե ասում էի չէ, չէին ուզում շարունակել խոսալ հետս։ Սա ոնց որ ստատուս է, որ դու պետք է ունենաս, բացի դրանից սա հարթակ է, որտեղից շատ լավ կարող ես վաճառվել եւ նկատվել աշխարհի համար, քանի որ ցանկացած արվեստի մենեջեր, պրոդյուսեր աշխարհի արծիումը մանգալի այն տաղանդներին, որին ինքը ուզում է աշխարհում ինչ-որ ներկայացնի կամ առաջ բրդի, հա։ Արծիում գրանցվելը դա լինելը առհասարակ դա թանկ հաճույք է, ադին թանկ հաճույք է եւ մեր նկարիչները ի վիճակի չեն ամեն ամիս այդ անդամավճարը վճարելու, քանի որ ինքը մեծ գումար է անհատի համար։ Այդ իսկ պատճառով ես հիմնեցի Artum Gallery-ն, որը ֆիզիկապես գտնվում է Լոս Անջելեսում, ինքը ֆիզիկապես գոյություն ունեցող ցուցասրահ, որտեղ եւ ներառեցի մեր հայ տաղանդավոր նկարիչներին, հա, ցուցադրվելու եւ Artum Gallery-ին գրանցեցի արծիում։ Հենց ձերն է, չէ՞, այդ Artum Gallery։ Եվ Artum Gallery-ին գրանցեցի արծիում, եւ որպես gallery ինքը արծիում գրանցված է եւ ամեն նկարիչ, որը ցուցադրվում է Artum Gallery-ում, ինքը ունի իր edge-ը արծիում եւ հետեւաբար ինքը կա արծիում։ Երբ որ հետադարձ հայացք անում պատմության մեջ, ինչ արել են անձերն են արել, այո։ Եվ ոչ թե ինչ որ ամբողջներն են արել, անձն է միանշանակ աշխարհը փոխում։ Հետևաբար, եթե ամեն անձ իր վրա այդ պատասխանատվությունը հասկանա, որ ինքը կարա անձով մենակ աշխարհ փոխի, ոչ թե երկիր փոխի, այլ աշխարհ փոխի։ Ուրեմն ինքը կհավատա ինքը իրան ու կանի։ Այո։ Հիմա հայ նկարիչները արծիում չկային, իսկ ինձ համար դա պրինցիպիալ էր, որ մենք չունենք արվեստ, որ կարա ներկայանա աշխարհին ու մրցունակ լինի աշխարհի հետ։ Ինչի մենք պետքա չլինենք դա, իհարկե նորմալ պետություններում եւ նորմալ մշակույթի նախարարություններում դա արվում է պետական մակարդակով, չբացենք, դա արվում է պետական մակարդակով, պետական աջակցություն է արվում եւ ըստ այնմ քո արվեստը ներկայացած է լինում աշխարհին եւ դու որպես երկիր ճանաչելի ես դառնում աշխարհում։ Պարզա որ սպասել քաշ ես ունենում առհասարակ սպասել որ դա մեր պետությունը կանի անգամ իմաստ չունի, որովհետեւ ոչ թե ցանկությունը չունի, այլ առհասարակ չգիտի որ տես բան պետք է կարելի է անել, ասում են ինչի կարելի է, այդ աստիճանի տեղյակ չի։ Հետևաբար ես չեմ էլ սպասում, ես չեմ էլ փորձում բացատրել, որովհետեւ հասկանում եմ որ անիմաստ է։ Հետևաբար ես ինքս դա ուղղակի իմ ուժերի չափով կարողանում եմ անել եւ վերջ։ Եվ ոգեշնչում եք ջահել նկարիչներին, որովհետև շատ անգամ մեր արվեստագետները, արվեստի մարդիկ իրանք ոնց որ իրանց մասին մտածում են, բայց մոռանում են, որ իրանց հետևից պետք է փոքրերին էլ տանեն, աճեցնեն, օգնեն, սովորեցնեն ու իրանք էլ ունենան հույս, հավատ եւ ոգեշնչված լինեն, որ կարելի է հասնել մեծ տենց բարձունքների։ Տեսեք, օրինակ մենք ունենք մի շատ լավ հատված քաղաքում, որը օրինակ ինձ համար հուսադրող հատված է, դա Արտ Կվարտալն է, որը Պուշկին հասցեում է գտնվում, որտեղ երիտասարդ նկարիչներ, 30-ից ավել երիտասարդ նկարիչներ սկսել են աշխատել, ստեղծել, ինչ որ միջավայր ստեղծել, մտածելակերպ ստեղծել, դա շատ կարևոր է արվեստի զարգացման համար, ժամանակակից արվեստի, ոնց որ իրար հետ ինչ որ բան անելը դա շատ կարևոր է առհասարակ, անգամ փոքր խմբով։ Եվ այդ տեղը սիրվեց բոլորի կողմից, տուրիստները սկսեցին գնալ այդ տեղը, շատ այցելուներ կային, գալերեաներ, ցուցահանդեսներ, ամենաանսպասելի ցուցահանդեսներն ու պերֆորմանսները, ամենաանսպասելի համերգները, որոնք որ անգամ չես էլ պատկերացնի, որ կարող է Երևանում նման համերգ լինել, բայց լինում էր Արտ Կվարտալում։ Եւ վերջերս եղավ մի շատ դաժան եւ վատ իրադարձություն Արտ Կվարտալի մի հատվածը այրվեց, հա։ Հիմա ես ուզում եմ հարց հղեմ այն մարդկանց, որոնք սիրում էին Արտ Կվարտալը, գնում էին Արտ Կվարտալ, ժամանակ էին անցկացնում այնտեղ, միթե ձեր մոտ չի առաջանում ցանկություն օգնել։ Ես չեմ ասում ֆինանսապես միայն, հարցը միայն ֆինանսապես օգնելու մեջ չի, այլ հարցն անունն է, որ ցանկություն պետք է լինի ինչ որ մի բան անել այդ տեղը վերականգնելու համար, չթողնել փլատակ։ Եվ դա շատ կարևոր է մեր ազգի այսօրվա զարգացող արվեստի համար։
էլի չեմ անդրադառնում պետության։ Անիմաստը, հա, խոսալու բան չկա այնտեղ, բայց տեսեք, օրինակ, մի տարի առաջ Վրաստանից եկավ Նինո Կատամաձեն, որին ես տարա արտ-կվարտալ։ Ինքը այնքան սիրեց արտ-կվարտալը ու ասեց, вот это настоящий Երևան։ Вот такой я ждала увидеть Երևան, вот такой Երևան я искала, ասեց։ Ու այնքան սիրեց, որ անցած տարի արդեն այս տարվա սկզբին փետրվարին ինքը եկել ես ժամանակ Միացյալ Նահանգներում էի փետրվարին թե նոյեմբերին կներեք անցած տարվա նոյեմբերին մեկել ինձ զանգեց ասեց ես գալիս եմ Երևան արտ կվարտալում ուզում եմ անվճար համեր գանել ուզում եմ որ երեխեքը տոմս վաճառեն ու այդ փողը իրանց վերցնեն ես ուզում եմ նվիրեմ համեր իրանց ինքը իր գիտարիստի հետ գիտարահարի հետ եկավ Երևան ու արտ կվարտալում ես Ամերիկայից կազմակերպում էի ստեի համերգը, որ զվուկը բերեն, որ, չգիտեմ, դահլիճը բերեն, եւ եղավ շատ հետաքրքիր համերգ, այսպես ակուստիկ համերգ արտ կվարտալում։ Հիմա անցավ 1 տարի, հենց հրդեհի օրը, երբ որ արտ կվարտալը հրդեհ եղավ, Նինոն զանգեց ինձ, ես այդ ժամանակ Փարիզում ցուցահանդես էի, տեսնում ես ինչ ա եղել, ասում եմ, հա, տեսնում եմ, Նինո ջան, ասում եմ, ես ասում եմ, ցավում եմ շատ, էս ինչ ա բան, զանգեց այնտեղ երեխեքին հերթով սկսեց ասել ինչ անեմ, ինչով օգնեմ, եւ երեք Նինոն եկավ Հայաստան, խնդրեց որ մենք գնանք արտ կվարտալ եւ գումար տվեց արտ կվարտալին, որպեսզի արտ կվարտալը, հասկանում եք, վրացի երգչուհին եկավ Շատ ավելի թասիբով գտնվեց։ Գրպանից հանեց գումար կապ չունի ինչքան։ Հարցը քանակի մասին չի։ Հարցը այն է, որ ինքը եկավ Երևան, գնաց արտ կվարտալ եւ փորձեց օգնել։ Եվ բացի դրանից ասեց կազմակերպեք համերգ, ես կգամ հատուկ դրա համար կազմակերպեք օգնություն ոնց որ համերգ, որպեսզի հասույթը գնա արտ կվարտալի վերականգնման։ Ես կգամ եւ կմասնակցեմ այդ համերգին, պարզավոր անվճար, որպեսզի արտ կվարտալը վերականգնվի։ Տեսեք, իր մոտ այդ ցանկությունը առաջացավ։ Հիմա ուզում եմ հարցնեմ, իսկ մեր մոտ ժողովուրդ ау կակ։ Դա մեծ խնդիր է։ Ես լիովին ձեր հետ համամիտ եմ։ Այսպես Չէ՞ որ գնում էիք արտ կվարտալ, նստում էիք այնտեղ ժամանակ էիք անցկացնում։ Հիմա խնդրի մեջ է այդ տեղը, պետք է օգնել։ Տեղն էլ, այնտեղի գործարարներն էլ, ովքեր որ լիքը նյութական վնաս ստացան։ Գնացեք, օգնեք, գնեք։ Հիմա լիքը կազմակերպություններ այնտեղ զեղչեր են, երբեմն մինչև 50% զեղչեր են անում, ուղղակի որ մի փոքր ոտի կարողանան կանգնեն։ Ինձ թվում է դա շատ կարևոր է։ Իսկ մնացած հարթակներին ես խորհուրդ եմ տալիս, չէ, խորհուրդ չեմ տալիս, խնդրում եմ առաջարկեք ձեր մոտ հարթակներ, որտեղ մեր մոտ երբ որ մենք այդ ինֆորմացիան ստացանք, մենք միանգամից այն գործընկերներին ում հետ որ կապ ունեինք, մենք իրանց առաջարկեցինք, որ իրանք գան իրանց գործերը մեր մոտ անվճար ուղղակի տեղադրեն, մինչև իրանք կարողանան այնտեղ արդեն ոտի կանգնեն ու գնան իրանց բաները, ստուդիաները վերականգնած վիճակում։ Գիտեք, երբ որ մենք սովորենք մեզ օգնել, այո իրար ձեռք մեկնել, իրար ձեռք բռնել, այդ ժամանակ մենք կլինենք շատ ուժեղ։ Ինչ կցանկանաք ումային։ Ումային կցանկանամ նախ եւ առաջ ավելի ընդարձակ եւ ավելի ներկայանալի տեղ, քանի որ շատ լավն է այն ինչ որ ներկայացած է ումայում եւ շատ է քանակությամբ եւ տվյալ տեղը ձեզ արդեն փոքր է, դուք արդեն մեծացել եք։ Եվ կցանկանամ, որպեսզի ձեր բոլոր պլանները, պրոյեկտները եւ բոլոր այսպես աշխատանքները միշտ հասնեն իրենց բուն նպատակին, այն նպատակին, ինչ որ դուք դրել եք։ Գոնե այդքան է։ Առավելը թող լինի բոնուս։ Շատ շնորհակալ եմ եւ մի հատ հարց, որը մենք բոլոր մեր հյուրերին տալիս ենք պարտադիր, ինչի համար եք ամենաշատը շնորհակալ Աստծուն։ Չկա ինչ որ մի բան, որ կարող եմ նշել, քանի որ ես ուղղակի շնորհակալ եմ Աստծուն եւ առանց շարունակության, անգամ առանց բազմակետի, առանց ոչ մի բան նշելու, առանց խնդրելու, ինչ որ կա, ինչ որ ինքը անում է, թե լավ, թե մեր պատկերացմամբ վատ, մեր չհասկացածությամբ վատ, այդ ամեն ինչի համար շնորհակալ եմ եւ վերջ։